Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի, նախ առաջին հարցը, հենց սա է հիմնական պատճառներից մեկը, որ մենք հանրագիրը սկսում ենք, մեր քաղաքացիների համար կրկին, մեր հայրենակիցների համար կրկնեմ, սա հոսանքի սակագնի ըստ էության, լույսի գնի իջեցման պահանջով ստորագրահավաք է լինելու։ Սկսել ենք, որովհետև ոչ, արդեն 1 ամսից ավելի անցել է, երկրորդ դիմումին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխան չի ներկայացրել, որը ըստ էության պարտավոր էր արդեն ներկայացված լինելու։ Երկրորդ մյուս հարցերին պատասխան ավելի ցանկալի կլինի, որ կոնկրետ գործերով իմ գործընկեր փաստաբանները ներկայացնեն, ովքեր զբաղվում են, բայց ես տեղեկացնեմ, որ ինչու էր նաև ծայրահեղ անընդունելի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հեծի լիցենզիայի դադարեցումը, որովհետև զուգահեռ 2 իրավական գործընթաց ունենք, որոնք նշեցիք, մեկը միջազգային արբիտրաժում դիմումն է, երկրորդը դա սահմանադրական դատարանում վարույթ ընդունված գործն է, այո, սահմանադրական դատարանը, այդ օրենքներ, որոնց մասին խոսեցի, սահմանադրականության խնդիր է տեսել դրանց մեջ եւ վարույթ է ընդունել եւ արդեն անգամ դեկտեմբերին նշանակված նիստի օր կա այդ օրենքների հակասահմանադրականության հարցը քննարկելու։ Երբ երկրում ու ընդհանրապես այդ հարցի շուրջ 2 լրջագույն իրավական գործընթացներ կային, առնվազն դրանք հիմք էին, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առժամանակ հետ նահանջաներ եւ հետ չգնահատական չտար ու չդադարեցներ հեծի լիցենզիան, որովհետև հնարավոր է դատական իշխանության կողմից տրվի այլ գնահատական, այս գործընթացներին ու ի հեճուկս ներպետական ու ինչպես նաև միջազգային ատյաններում գործընթացների իրավական, այնուամենայնիվ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնաց այս քայլին ու համոզված եմ, դա այնքան քաղաքականացված ու այնքան իրավական առումներով խութերով ու խնդիրներով գործընթաց է, որ տարբեր հարթակներում այնուամենայնիվ վերջնական այլ գնահատականի է արժանանալու։ Մոտ 1 ամիս առաջ, մոտ 1 ամիս առաջ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որտեղ հստակ նշում էր, որ ձեր կողմից առաջադրված 6 միլիարդ օգտի հաշվին սակայն իջեցնել 3 դրամով ուղղակի հնարավոր չէ, որովհետև այլ հարցեր կան։ Իհարկե չէր մեկնաբանում ինչ հարցեր, բայց ամեն դեպքում ասում են դրա մասին։ Արդյոք մարդկանց ժողովրդի մասնակցությունը, ստորագրությունները որևէ օգուտ կտան ձեր կարծիքով։ Բնականաբար այստեղ խոսել։ Գիտեք, այսպես ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը պետք է վստահ լինի, որ իր ձայնը կարևոր է եւ իր ձայնը կարող է լինել որոշիչ։ Այն ինչ դուք շատ լավ նշեցիք, հեծը ասում է, որ դա հնարավոր չէ եւ առանց հիմնավորումների ինչ որ այլ պատճառաբանություններ է տալիս։ Մենք ասում ենք, սեփականատերը ասում է, որ դա հնարավոր է, ՀՑԿՀ-ն ներողություն։ Սեփականատերն ասում է, որ դա հնարավոր է, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը ասում է, որ դա հնարավոր չէ ու չի բերում հիմնավորումներ։ Այստեղ ինձ թվում է կարիք կա թեկուզ հանրության կողմից գրավոր ՀՑԿՀ-ից բարձրաբանումներ պահանջելու, բայց մեր նպատակը հետևյալն է, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բնակիչ ինքը հասկանա, որ ի վերջո իր ձայնը կարող է լինել որոշիչ, իր ձայնը կարող է լինել լսելի, ու ինքը իր մեկ ստորագրությամբ, իր ձայնով, իր մասնակցությամբ կարող է երկրում ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագնի հարց լուծել, այլ նաև այլ հարցեր լուծել դեպի դրական։ Ի հավելումը, եթե թույլ կտաք, այո, մեր երկրի իշխանության աղբյուրը ժողովուրդն է ու հենց դա է հաստատում մեր սահմանադրությունը։ Մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ այս իշխանությունները ու երբևիցե իրենց պետությունը կառավարող քաղաքական ուժերը գալիս են իրենց ընտրության արդյունքում, իրենք ժողովրդի ներկայացուցիչն են ու այո, ժողովուրդը
այն մարմինն է, որ աղբյուրն է իշխանության ըստ սահմանադրության եւ ինքն է հրահանգավորողը իշխանությունների ու կառավարման ձևի։ Դրա համար մենք հիմա ապավինում ենք ժողովրդի ձայնին, ինչքան էլ որ հանրային վերահսկողության, հանրային հաշվետվողականության լրջագույն ինստիտուտները չեղարկվում են ու փորձում են անընդհատ ժողովրդին հղում անելով, ըստ էության ժողովրդի ձեռքից խլելու այն գործիքակազմերը, որոնք տրված են։ Ու այո, կրկին ընդգծում եմ, ժողովրդի ձայնը քվեն ստորագրությունները պետք է եւս մեկ անգամ հրահանգ լինեն պետական մարմինների համար, ցանկացած պարագայում կլինի այս հոսանքի գնի իջեցման հանրագիրը, կլինի այլ հարցով, հա, հանրագիր, սոցիալական կենսաթոշակի հանրագիրը եւ այլն, նման ստորագրությունները, անգամ եթե դա 10 հոգու ստորագրություն է, յուրաքանչյուր պետական մարմին ու պաշտոնատար անձ պարտավոր է առաջնորդվել ժողովրդի ձայնով եւ պարտավոր է հաշվետու լինել մեր հանրությանը։ Հանրային հաշվետվողականությունը ինչքան է բացառվում է, իսկ բացառվում է, որովհետեւ մի շարք միջոցառումներ պետական, որոնք նախկինում եղել են ավելի թափանցիկ, այժմ ըստ էության մեկուսացված են մեր հանրությունից։ Բայց մենք նրա համար ենք, որպես քաղաքասարակության ավելի ակտիվ անդամներ, որպեսզի մեր հանրությանը հիշեցնենք, որ իրենք են հրահանգավորողը իշխանության եւ իրենք են պատասխանատու իրենց կենսակերպի համար։ Եթե հնարավորություն կա ավելի էժան սակագնով լույս ունենալ, ինչու չունենալ, որովհետև կրկին ընդգծում եմ, այս մեր պահանջը ներկայացված է կոնկրետ հաշվարկների հիման վրա եւ արդարացված է, ինչպես տեսակ, ոչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոչ կառավարությունը, ոչ ժամանակավոր պաշտոնակատարը այդպես էլ չեն հերքել, որ սա հնարավոր է։ Իրենք բացառապես հետևանքների մասին են խոսում։ Եթե դուք չեք հերքում, որ հոսանքի սակագինը հնարավոր է, այլ մի բան է հնդածս ասում եք, հա գիտեք, մենք էլ ենք սկսել դիտարկել սակագինը, հետո հակասական հայտարարություններ եք անում, այդ դեպքում մեր հանրությունը թիրախավորման մանիպուլյացիայի ենթակա չէ, հա, չի կարելի հանրությանը թերագնահատել։ Մենք նրա համար ենք, որ այս ուղերձը մեր ժողովրդին տեղ հասցնենք, որ հարգելի հայրենակիցներ, իրենք եւս չեն հերքել, որ հնարավորություն կա հոսանքի սակագինը իջեցնելու, մենք այն միջոցն ենք, եղանակն ենք, որը օգնելու է ձեզ այս պահանջը տեղ հասցնելու։